Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գույքի վրա 4.5 միլիարդ դրամի արգելանք է դրվել։ Որոշում։ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունը հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան միջնորդություն է ներկայացրել Մովսես Հակոբյանի եւ Արմեն Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա 4 միլիարդ 370 միլիոն 985 հազար ՀՀ դրամի չափով արգելանք դնել։ Արդյունքում դատավոր Լիլի Դրմեյանը բավարարել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության միջնորդությունը եւ Մովսես Հակոբյանի եւ ՊՆ1 այլ զինվորական Արմեն Հարությունյանի գույքերի վրա 4.5 միլիարդ դրամի չափով արգելանք է դրել։ Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2015-ից 16 թվականներին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը հանդիսանալով պաշտոնատար ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Այս քրեական գործի զուգահեռ նաև հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հայց էր ներկայացրել հասցված վնասը փոխհատուցելու համար, իսկ հիմա էլ միջնորդություն ներկայացրեց գույքերի վրա արգելանք դնելու, ինչը դատարանը բավարարել է։